Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի հարցում առաջ շարժվելու վերաբերյալ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն։ Թրամփը նաև շեշտել է, Իսրայելի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն։ Նա հիշեցրել է Իրանին հասցված հարվածների մասին եւ հույս հայտնել, որ այս անգամ Թեհրանն ավելի ողջամիտ եւ պատասխանատու կգտնվի համաձայնագիր կնքելու հարցում։ Թրամփը եւ Նեթանյահուն նաև քննարկել են իրադրությունը Գազայի հատվածում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Իսրայելի վարչապետը հանդիպել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, միացել Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին, որի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի օրը որոշելու համար քննարկումներ են ընթանում, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նշել է, որ փետրվարի 6-ին Մասկատում տեղի ունեցած բանակցությունները որոշ չափով լավ էին։ Լարիջանիի խոսքով երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել քննարկումները, բայց նախ յուրաքանչյուր երկրում պետք է խորհրդակցություններ անցկացվեն, որպեսզի այդ բանակցություններն արդյունք տան։ Լարիջանին օրերս այցելել է Օման եւ Կատար քննարկել տարածաշրջանային իրավիճակն այդ երկրների ղեկավարների հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահի ընտրություն եւ հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին։ Մենք ընտրություններ կանցկացնենք բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում հրադադարի հաստատումից հետո, ասել է Զելենսկին հավելելով։ Ընտրությունների հարցը բարձրացվել է Կիևի գործընկերների կողմից։ Զելենսկին նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մինչեւ ամառ ավարտել պատերազմը։ Ավելի վաղ Financial Times-ը վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել էր, թե Վաշինգտոնի ճնշման տակ փետրվարի 24-ին Զելենսկին կհայտարարի մայիսին նախագահի ընտրություն եւ հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին։ Հակառակ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել անվտանգության երաշխիքներից։ Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային, Դնեպրում կա 4 վիրավոր, Օդեսայում 1։ Կիևում հրթիռակոծության են ենթարկվել ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքեր, տուժածներ չկան։ Իսկ Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում երրորդյա սուք է հայտարարվել։ Փետրվարի 9-ի եւ 11-ի հարվածներից այնտեղ 6 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա։ Իսկ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել։ Մոտակա Կոտլուբան բնակավայրի բնակիչներին տարհանել են, Տամբովում էլ կա 2 վիրավոր։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել մարտի 15-ին նոր սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու մասին։ Սահմանադրության հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի եւ սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ եւ ոչ պաշտոնական։ Նոր սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն 1-7 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի։ Նոր սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիսին։ Ղազախստանի սահմանադրության տեքստի ավելի քան 80%-ը վերաշարադրվել է, փոփոխությունները վերաբերում են 77 հոդվածի։ Երկրի սահմանադրությունն ընդունվել էր 1995 թվականի օգոստոսի 30-ին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։